ծառերի վրայի պոտազներն եմ ուզում ցույց տամ։ Էլի էի ցույց տվել։ Ինձ թված հանել էլ, բայց չէ։ Մնում է։ Երևի ինչ-որ խորհրդանշական բան է, էլի չգիտեմ։ Հենց ֆուտբոլի դաշտի մոտ։ Բարի սիրելիներս, այգի ենք եկել մարզվելու։ Լավ եղանակ է, բայց մի քիչ քամի կա, քամին ոնց որ սառը լինի։ Կմարզվենք, հետո մի քիչ կքայլենք, կնստենք, բնությունը կվայելենք, նոր կգնանք տուն։ Երևի մի 10 օր չի եկել այգի, լավ, ավելի լավ է կանաչել, փարթամացել, խոտերը կանաչը, ծառերը սիրուն, հա, շատ սիրուն է, շատ հաճելի է, այս մի քիչ քամին է խանգարում, բայց շատ հաճելի է։ Մարզվեցինք մենք մի կես ժամ, մարզվեցինք, հիմա ուզում ենք մի քիչ քայլենք, Աշոտի ինչ-որ սիրուն տեղ է տեսել, ինձ տանում է այնտեղ, գնանք նայենք ինչ տեղ է, տեսել եմ թե չէ։ Թռչունների ձայնն էլ երևի արդեն լսում եք։ Գետակը նկարի, այնտեղից գալիս է, լսում է այն ջուրով։ Լսում եք թռչունների ձայնը։ Էլի եմ ասել, չէ, թերապիա է սա, բուժական թերապիա, թռչունների ձայնը, ջրի ձայնը, բնության այս կանաչը, իսկական թերապիա է։ Աշոտն ասում է ուշացել ես վաղուց չես եկել, հա 10 օր կլինի չեմ եկել, այդ տեսեք Անյուտայի աչիկներ են, չէ Աշոտ, հա, Անյուտայի աչիկներ, նայեք ինչքան սիրուն է։ Չէ, մենք ունենք մեր սարերում, մեր իդեպ հարցրել եք որտեղից եմ, Ծաղկահովիտից ենք մենք, Արագածի շրջանի Ծաղկահովիտից, մեր սարերում այս Անյուտայի աչիկները աճում էին, ինչքան սիրուն են։ Հարցրել եք երեխաներիս մասին, 4 երեխա ունենք, 3 աղջիկ մի տղա, մեծ են մեր երեխաները, մեծը արդեն 39, 37, 33 ու 23 տարեկան, այդքան մեծ են մեր երեխաները, թոռնիկներ ունենք, մեծ ընտանիք ենք։ Հասանք մանկական խաղահրապարակ, Արձակուրդների վերջի օրերն են, ազատ օրերն են վայելում երեխաները։ Բերել էին այդպես ածյալները, փռել էին սիրուն, իրանց համար պիկնիկ էին անում, մարդկար պարկածագարեր անում, մարդկան երեխաների հետ այդպես մի բան են ուտում, պարկում են, հանգստանում են, գիրք են կարդում, երեխաները խաղում են, հանգստանում են, էլի բնության մեջ հանգստանում են։ Հանգիստը մենակ բնության մեջ կլինի, թե չէ ուրիշ ձև չէ։ Մի քիչ քամի սառն է իմ համար, երևի որ մարզվեցինք դրա համար, հիմա արդեն սկսեցին մի քիչ սառնություն զգալ, բայց սիրուն տեղ ենք եկել, ձեզ պետքա ցույց տամ։ Հա, այս շատ սիրուն տեղ Աշոտը բերել, ցույց տամ, ժողովուրդ ջան։ Բանա, լաբիրինթոզ է կարծեմ։ Կանոն նկարան մեկ է չասեցին։
Լաբիրինթոս է էլի։ Սենց շրջանագով տնկում են, հետո իրանք մեծանում են ու կողքերը կտրվում են, սարկում են արդեն։ Շատ սիրուն է, ամեն դեպքում շատ սիրուն է։ Ծառերը ինչքան հետաքրքիր, այսպես բան են արել, ոնց որ իրար են էտել են, իրար են միացրել, սիրուն է։ Սիրուն կամար են սարքել։ Այստեղից էլ մյուս խաղահրապարակն է։ Ընդարձակ տարածք։ Ընտանիքներով նստել են, հաց են ուտում, հանգստանում են։ Ես բայց ավելի իրոք հանգստի կողմնակից եմ։ Այս աղմուկը ինձ կխանգարի։ Եթե ես, ասենք, լինեի, այսպես չէի գա այստեղ ես չէի հանգստանա հաստատ։ Պետք է լուր հանգիստ տեղ լինի, որ հանգստանամ։ Աղմուկ է էլի իմ ձևի իմ համար։ Երևի աշխատանքը իր ազդեցությունը թողնում է էլի քաղաքի աղմուկը, մեքենաների աղմուկը, մարդկանց աղմուկը, մեր խանութի աղմուկը, որ անընդհատ բեբիները լացում են, անընդհատ աղմուկ։ Աղմուկից շատ եմ դժգոհում։ Այստեղ այս խաղահրապարակում մի անգամ ցույց եմ տվել, չգիտեմ նայել եք թե չէ, տեսանյութը։ Այստեղ ծառ կա, որ սոսկաները կախում են, երևի երեխաները բերում համոզում են էլի, որ սոսկաներից կտրվեն։ Այսա ցույց տամ ձեզ։ Ու կախում են սոսկան ծառի վրա, երևի այդ ձևով համոզում են էլի երեխաներին։ Այսա տեսեք։ Սոսոները կախած։ Սոսոների ծառը։ Հետաքրքիր է։ Էս մի երեխայի սոսոյա տեսնես այսքան խրձով, մի թելով է կապած երևի։ Հեսա այստեղ էլ։ Կարճ ասած, այստեղ երեխաներին համոզում են, ասում են, տես, այն մյուսներն էլ են իրանց սոսոները կախել, բերքորն էլ կախենք ու այսպես համոզում են, կտրում են սոսկայից, այս ծառի վրա էլ։ Այդպես ժողովուրդ ջան, այս էլ սոսկաների ծառերը։ Այստեղ սրճարան կա, արևի տակ հենց նստած են, բայց կարելի է մյուս դուրս գալուց գլխարկ դնել, հա։ Այստեղ այդ ջրի ձայնը շատ հաճելի է, կարելի է մի քիչ նստել այստեղ։ Այս ձայնի տակ կարելի է այստեղ հանգստանալ, նստել, պարկել ու այս ձայնից մարդ կքնի էլ։
Այս ծառը սպիտակ շագանակի ծառ, այդպես է կոչվում։ Ձիերի համար են օգտագործում, ձիերն են տալիս։ Տարիքը գրված չէր։ Բայց շատ հին ծառ է։ Հիմա Աշոտը կփոշմանի, որ իմ հետ աղեք եկել։ Անընդհատ կանգնում նկարում եմ, չեմ կարում ես սիրուն բաների կողքից անտարբեր անցնեմ։ Իրանք ընկերներով գալիս քայլում են այստեղ, իսկ ես անընդհատ այսպես եմ։ Իմ հետ գալը իրան հարմար չի, անընդհատ կանգնում նկարում եմ։ Այս սիրուն տեսարանն էլ մի հատ ցույց տամ ու սագերին լողացել դուրս են եկել ջրի վրա։ Վախենում եմ սագիրը հասնեմ իմ վրա։ Այս ջրի մեջ ցուկ կա, ուղղակի ջուրը այդպես շատ, այդ պարզ չի, որ չձկներ Երևան։ Հա։ Ձկնորս չկա այսօր։ Այստեղ էլ արև կողանող սագերը։ Գեղեցկուհիները իրոք շատ սիրուն են, ավելի մոտ վախենում եմ գնամ։ Գիտեմ, որ սովորություն ունեն մարդկանց հետևից ընկնելու։ Տեսեք ինչքան երիցուկներ կան, բայց շատ կարճ են։ Այս սպիտակը ամբողջ երիցուկա։ Մի անգամ ցույց եմ տվել կակաշները, նոր էին տնկել։ Տեսեք ինչ լավ են բացվել։ Շատ սիրուն են։ Ժողովուրդ ջան, բարի լույս, առավոտ շուտ արթնացել եմ, որ վարդը մշակեմ, խնամեմ այդ թույլ օճառաջրով սարքել եմ այդ ինչ-որ ասել էիք, հիմա ուզում եմ փորձեմ նաև։ Նենց էլ ցուրտ եղանակ է, լավ իջել է ջերմաստիճանը, անձրևել կարող է գա, ոնց որ արդեն մի քիչ կատ գտա։ Չեմ տեսնենք կթափվեն դրանք։ Չեն թողնում ծաղկի ծառը։ Քսենյան էլ ոտնաձայներս լսեց, հետս իջել է։ Հարևաններից ափքլոր ունեցող էլ կա կանչում է ժամը։ Ժամը 8-ն է, շատ շուտ էլ չի։ Պլանավորել էի խոհանոցում գրատախտակ ունենք, վրան նշում եմ ինչ պետք է անեմ, երեկ նշել էի չհասցրի, անհանգիստ էի, որ իմ որոշածը չի արել, դրա համար մի քիչ գրկացա, որ հիմա անեմ։ Ահա, տեսնենք կթափվեն դրանք, եթե չէ նոր ծեր ասած եմ ինչ-որ բան կար, որ կարայի պատվիրեի, եթե չէ նոր այդ կպատվիրեմ։
Այս ամանի մեջ եմ լցրել, բայց մաքուր լվացրել եմ, դատարկվել էր, մտածեցի շիշ ծակեմ, հետո ասել եմ տեսրա մեջ կարելի է մաքուր լվացրել եմ, լցրել եմ սրա մեջ։ Ահա, լավ լողացրի, ճիշտ եմ անում, այսպես դերս օգնեց արդեն։ Ահա, ժողովրդան, տեսնենք, կթափվեն դրանք։ Այս տերևները արդեն ոնց որ կերած լինի, վերևը ամբողջությամբ սև է։ Ահա, տեսնեք ինչ կա։ Այ հատկապես նայեք, այս տերևների տակ այս սև որ երևում է, տեսնենք կթափվի։ Կարող է խնդիրը արմատներից լինի։ Դուրս գալու այս գեղեցկու հով մի հատ չհիանալ, մեղք կլինի, իրոք որ շատ սիրուն է։ Առավոտը սկսում եմ մի բաժակ ջրով, քանի որ ջուրը իմ համար այսպես սառն է, մի փոքր եռացրած ջուր պետք է ավելացնեմ, մեկ էլ 2 կաթիլ լիմոնի հյութ եմ ավելացնում։ Կարելի է նաև ըստ ցանկության քացախ ավելացնել, մի փոքր քացախ։ Մի փոքր էլ եռացրած ջուր եմ ավելացնում, այնքան որ շատ սառը չլինի, այդպես չեմ կարող խմեմ։ Ու սոված ստամոքսին, դատարկ ստամոքսին այս ջուրը հիմա պետք է խմեմ։ Այստեղ 3 չամիչով բրինձով փլավ եմ պատրաստել։ Կերել ենք այսքանը մնում։ Սա այսօր էլի կուտենք։ Հիմա ջուրս խմեմ։ Նորից ու նորից շնորհավոր Սուրբ Սատիկ, սիրելիներս, թող Աստծո լույսը, ջերմությունը ձեր սրտերի, ձեր տներից անպակաս լինի։ Այսօր արդեն կիրակի է, արթնացել ենք, չենք արթնացել, այսինքն բոլորս, մենակ ես եմ արթնացել, հիմա ուրեմն ջուրը խմեցի, ուզում եմ սուրճը, հարցրել եք ոնց եմ այդ սուրճը պատրաստում, ուզում եմ ցույց տամ ամենաարագ ձևով ոնց եմ պատրաստում այդ սուրճը։ Այս ահագին արդեն քանի ամիս է այս ձևով եմ խմում սուրճը։ Ուրեմն այդ խոշոր աղացած սուրճը մի գդալ լցնում եմ այս ամանի մեջ, եռացրած ջուրն էլ լցնում եմ վրան, այսքանը, մի քիչ էլ ավելացնեմ, այսքան ավելացնում եմ եռացրած ջուր, ծածկում եմ, մինչև բաժակը վերցնում եմ, արդեն խմելու է, այսպես եմ խմում։ Այս սուրճը շատ էլ դուրս գալիս է լիտրից, որ վերցնում եմ։ Մի անգամ կարմիր գույնն եմ վերցնում, մի անգամ կանաչը։ Մի հատ էլ այստեղից բաժակ եմ վերցնում, այս բաժակով կխմեմ, Հայաստանից բերած բաժակս է, սիրում եմ սրանով խմեմ։ Արդեն պատրաստ է։ Այ, այսպես խմում եմ։ Համով այս դուր է գալիս, շատ արագ է լինում։ Սուրճի մեքենա ունեի, հետո արդեն չօգտագործեցի, ուրիշին տվեցի ու արդեն 6-7 ամիս է սրանով եմ խմում ու առայժմ գոհ եմ։ Նախաճաշի համար շիլա եմ պատրաստել վարսակի փաթիլներով ու կիսայուղային կաթով։ Հիմա սրա վրա կավելացնեմ մի փոքր այսպես քունջուտի սերմեր, մի փոքր չիայի սերմեր, մի քանի հատ արևածաղիկ, մի քանի հատ դդումի կորիզ,
Արևածաղիկ մի քանի հատ էլ երևի լցնեմ, ահա։ Մի քանի հատիկ էլ հաղարջ։ Ահա։ Սա կլինի իմ նախաճաշը։